զրկես իզուր տեղով հատնելուց։ Եթե մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դա շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ մարդ աչքերը բացում է, առաջի հայացքը ողջ է ասում։ Ծառան պիտի իրատիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորում է, բայց անդոք չէ, մաքուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար եղան։ Բարի լույս, սիրելի բարեկամներ, հարազատներ, քույրեր, եղբայրներ, ովքեր միացել են մեզ, ովքեր դեռ պետք է միանան, եւ մենք շարունակում ենք մեր ընթացքը ամենօրյա առավոտյան աղոթքի եւ հաղորդակցության ժամ Աստծո խոսքի շուրջ եւ այսօր մեզ միացել է մեր սիրելի Հովհաննես Կիրակոսյան եղբայրը Մարսելից եւ Հովհաննես եղբայր, բարի լույս, ինչպե՞ս եք, շատ շնորհակալ ենք, որ միացաք։ Նորից բարի լույս Աբրահամ եղբայր, բարի լույս ունկնդիրներ, ես շատ ուրախ եմ նույնպես, որ միշտ ասում եմ, որ առավոտյան Աստծո խոսքի շուրջ հավաքվելը եւ մանավանդ նրա անունով, որովհետեւ նրան վայելելու եւ նրա ներկայությունը զգալու համար է այս ամեն ինչը։ Տերը թող օրհնի բոլորիս։ Ամեն, փառք Տիրոջը։ Այսօր հետաքրքիր սերտողություն ենք ունենալու Հովհաննես 3:6-ից, ես հիմա բացում եմ այդ տողերը եւ կարդանք մարմնից ծնվածը մարմին է եւ հոգուց ծնվածը հոգի։ Այս վերջին կարելի ասել այս ամիսը, անցած ամիս այս թեմայի շուրջ ծավալվեցիք եւ նաեւ թեման ունեցանք հոգուց ծնվածը եւ այսօր կարծես թե նորից նույն տողերի մարմնից ծնվածի մասին ալինելու խոսքը մարմնից ծնվածը մարմին է հոգուց ծնվածը հոգի մի փոքր կարող եք ճակերտներ բացել ինչի մասին ալինելու խոսքը Այո վերջին մի քանի հաղորդումների մեջ մենք տարբեր տեսանկյունից մոտեցանք սկզբից շնչավոր մարդ հետո հոգևոր մարդ հետո հոգուց ծնվածը, հիմա էլ մարմնից ծնվածը, բայց այս բոլորը մեկ աղբյուր ունեն, այսինքն պետք է որ վերստին ծնվես, ինչպես ասեց Նիկոդեմոսին, վերստին ծնունդի բացառիկ եւ կարևոր լինելն է, այս բոլոր թեմաների աղբյուրը յետևում, այդ պատճառով խոսեցինք արդեն հոգուց ծնվածի վերաբերյալ, այս անգամ կխոսենք մարմնից ծնվածի վերաբերյալ, որ տեսնենք, եթե հոգուց ծնվածը հոգի է, հապա մարմնից ծնվածը մարմին է, դա ինչ է ներկայացնում եւ նորից անշուշտ կխոսենք վերստին ծնունդի մասին, որովհետեւ այսպես թե այնպես թեմայի հիմնական նյութը Հիսուս Քրիստոսի ուրեմն վերստին ծնվելն է Հովհաննես եղբայր, բայց շատ հետաքրքիր բան է կատարվում հոգևոր աշխարհ եւ ֆիզիկական աշխարհ հոգի եւ մարմին ժամանակի տարածության մեջ եւ անժամանակ եւ անտարածության մեջ անսահմանափակություն եւ հանկարծ նկատում ենք որ ինչ հետաքրքիր բան, որ երկուսը, որ տարբեր բևեռներ են, հանկարծ միանում են մարդու կյանքում, մարդը թե մարմինը եւ թե հոգիը եւ այս երկուսը համատեղված ինչ որ հետաքրքիր process է կատարվում։ Այ սրա մասին ինչ որ բան կասեք, կարճ, եթե կարելի է, որ անցնենք երկի մասին։ Ասելու ենք իհարկե, մեջբերելով Պողոս Առաքյալի գրածները, բայց հետևյալն է, որ Աստվածաշունչը մեր առջև այսպիսի փաստ է դնում, որ սկզբից հողեղենն է, հետո նոր հոգևորը։ Այսինքն մենք ծնվում ենք մարմնից մարմին, որպեսզի հետո ծնվենք հոգուց որպես հոգի։ Այս երկուսը իրական են
Եվ ինչպես ասացի, նախորդ հաղորդման մեջ հոգուց ծնված հոգու վերաբերյալ խոսեցինք, իհարկե գիտես որ այդ թեման այնքան լայնածավալ է եւ մեր ամբողջ կյանքի ընթացքում է այս բաները տեղի ունենում, դրանք ոչ միայն խոսքեր են կամ վարտապետություններ են, դա կյանք է, ինչպես կյանք է մարմնից ծնված մարմինը, մենք ամեն օր ապրում ենք, սնվում ենք, աշխատում ենք, գնում ենք, գալիս ենք եւ այլն։ Մեր ամբողջ այս մարմնի մեջ եղած, այս երկրագնդի վրա եղող կյանքն է, որ ես հաճախ վիճակ եմ կոչում, մեր վիճակ։ Բայց Աստվածաշունչը ցույց է տալիս, որ այս վիճակը ժամանակավոր է, փոփոխական, հարաբերական եւ մանավանդ մահկանացու։ Սրա մասին մենք մի քիչ ավելի կծանրանանք, թե ինչու ենք մենք մեռնում։ Ինչու ենք մահկանացու։ Չէ որ Աստծո որդին, Աստծո պատկերը հավիտենական են, նա չի կարող մեռնել։ Բայց ինչպես է լինում, որ մենք մեռնում ենք։ Եվ մեռնում է ինչը, մարմնից ծնված մարմինը։ Հոգուց ծնված հոգին չի մեռնում։ Այս մասին պիտի։ Շատ լավ, մի եկեմ պատրաստել, որից հետո նորից կմիանանք եւ այս կարևոր, հետաքրքիր, շատ հետաքրքիր եւ շատ առավել կարևոր այնքան կարևորը հետաքրքիրը չի, կարևորն է կարելի ասել։ Շատ լավ։ Սալբիկ Քելեշյան, դու որ գիտես ով տես, եկեք բաշխնենք այս հրաշալի երգը եւ նորից կմիանանք։ I said, I see the soul.
Թող մեր սիրտը սպասի կարոտով նրա այցելությանը եւ հիմա հենց այդ գործն անում Տերը, երբ որ իր խոսքի շուրջ ենք հավաքում սիրելի քուրեր եղբայրներ, դա նշանակում է, որ բաց է մեր սիրտը Տիրոջ այցելության համար։ Իսկ այսօր մեզ միացել է մեր սիրելի Հովհաննես Կիրակոսյան եղբայրը Մարսելից եւ սիրով լսում ենք քեզ, Հովհաննես եղբայր։ Ուրեմն ինչպես նախաբանի մեջ ասացինք, այսօր ավելի շեշտադրված կլինի մարմնից ծնված մարմին այդ մասը Հիսուսի ասած, քանի որ անցած անգամ հոգուց ծնված հոգու մասին խոսեցինք, բայց երկուսն էլ մեկ աղբյուր ունեն, այսինքն շեշտը կարևորությունը դրված է անպայմանորեն վերստին ծնվելու վրա չի ասվում, որ եթե կարող եք, եթե հնարավոր լինի, եթե պայմանները բավարար են, վերստի ոչ, պետք է քեզ, եթե ուզում ես Աստծո արքայությունը մտնել, տեսնել եւ հասկանալ ինչպես կուզես, ինչի համար որ եկել ես, ուզում ես իմանալ այդ ոնց է լինում, որ ես այս գործերը անում եմ, զարմացել ես եւ գիտես, որ առանց Աստծո հնարավոր չի այդ գործերը անելու, բայց որպեսզի բավարարվես, որպեսզի իմանաս, թե այդ Աստծո արքայությունը իրենից ինչ է ներկայացնում, դու պետք է վերստին ծնվես, այլ կերպ հնարավոր չի, սա շատ հետաքրքիր բան է, եւ ինքը լսել էր անշուշտ Հովհաննես Մկրտիչի քարոզածը ապաշխարության մասին, որովհետև Աստծո արքայությունը մոտեցել է, բայց Հիսուս նրան հիմա ասում է, այո մոտեցել է, բայց պետք է մտնել նրա մեջ, նայել մտնի քո մեջ, սա ճիշտ նույնն է, ինչ որ մենք Քրիստոսի մեջ, Քրիստոս մեր մեջ, մեկ այդ արքայությունն է, ինքն է այդ արքայությունը, Նիկոդեմոսը շատ դժվարանում էր հասկանալ, որովհետև ինքը չէր պատկերացնում, թե հոգուց ծնված հոգին ինչ է իրենից ներկայացնում, ինքը միայն գիտեր մարմնից ծնված մարմնի մասին։ Եվ մենք փորձենք հիմա այսօր ավելի շեշտադրված խոսել վերստին ծնունդի մասին, բայց մարմնից ծնված մարմին գաղափարի վերաբերյալ։ Ուրեմն այսպիսի հարցն է բավական հետաքրքիր, թե ինչու է այս մարմնից ծնված մարմինը մահկանացու։ Որովհետև մենք միշտ մտածում ենք, որ մարդը Աստծո պատկերով է, ինչի պիտի մահկանացու լինի, երբ որ ինքը մահկանացու չի։ Բայց ես այստեղ շատ եմ խոսում ասակի մեջ, որ մենք այդ պատկերը չունենք։ Այդ պատկերը աղավաղված է, այդ պատկերը խեղաթյուրված է, այդ պատկերը մենք այլևս չունենք մեղքի պատճառով, և այդ պատճառով է, որ մենք մարմնից ծնված մարմինը մահկանացու է։ Եկեք կարդանք այս մասին, ուրեմն Հռոմեացիս 5-րդ գլխի մեջ, միգուցե ես շատ տեղերում կկրկնվեմ, բայց համարները կարող են կրկնվել, բայց մոտեցումները տարբեր տեսանկյունից են։ Ուրեմն Հռոմեացիս 5-րդ գլուխ 12 համարից։
ուրեմն ասում է սրա համար ինչպես մեկ մարդի ձեռքովը մեղքը մտավ աշխարհ եւ այն մեղքովն էլ մահը եւ այսպես մահը ամեն մարդկանց վրա տարածվեցավ ըստ որում ամենքը մեղանչեցին այս հարցը շատ լուրջ է իհարկե այդ մեկ մարդը մենք գիտենք որ Ադամի մասին է խոսքը եւ նրա միջոցով մեղքը մտավ աշխարհը այստեղ նկատի ունի ոչ միայն իմիջիայլոց ասեմ մարդկությունը հապա նաեւ ամբողջ երկիրը ամբողջ սարարչությունը Ստեղծագործությունը որովհետև նա անիծյալ ուրավ փուշ եւ տատասկ մեջտեղ բերեց ըստ իմ համոզմամբ ամբողջ բնությունը փոփոխվեց կենթանիները որ իրար չէին ուտում սկեցին իրար ուտել սա բոլորովին այնպիսի մի փոփոխություն է որ երևակայել անգամ հնարավոր չի ես ասեմ ձեզ միայն այդ փաստը որ կենթանիները իրար չէին ուտում եւ հիմա ուտում են միայն այս գործընթացը շատ ակնհայտորեն ցույց է տալիս որ մեղքից առաջ այդպես չի եղել եւ եթե այդպես չի եղել ուրեմն բոլորովին ուրիշ բան է եղել շատ զարմանալի է բայց շարունակենք տեսեք ինչ է ասում նա այդ մեղքը եւ այդ մեղքովն էլ մահը եւ այդ մահը տարածվեցավ մարդկանց վրա այսինքն մեղքը դարձավ մահվան պատճառ եւ այդ մահն էլ տարածվեցավ ըստ որում ասում է բոլորը ամենքը մեղանչեցին եւ հետեւաբար ամենքը դարձան մահկանացու Եվ սա այնպիսի փաստ է, որ ոչ ոք չի կարող մերժել, քանի որ մենք բոլորս ծնվում ենք եւ մեռնում ենք։ Մենք մահկանացու ենք։ Եվ միայն այն փաստը, որ մահկանացու ենք, դա ցույց է տալիս, որ մեղքի գոյությունը, դա ցույց է տալիս մեղքի գոյությունը, ցույց է տալիս, որ մեր մեջ մեղքի օրենք է գործում, որը պատճառն է մեր մահվան։ Հակառակ դեպքում, եթե միայն մենք Աստծո պատկերը լինեինք, չէինք մեռնի։ Ինչպես Հիսուս, անգամ եթե մեռավ, բայց հարություն առավ։ Այդպես չէ։ Ուրեմն մարմնից ծնված մարմինը մահկանացու է, մեղքի պատճառով, եւ ինքը շարունակում է ասելով, որովհետեւ միջև օրենքը մեղք կար աշխարհում։ Մեղք կար։ Բայց մեղքը չի համարվում, քանի որ օրենք չկա։ Մարդիկ չգիտեին այդ մասին, որ մեղքի պատճառով է, որ մեռնում են, բայց մահը կար։ Եվ հետևաբար մեղքն էլ կար, քանի որ մահը կար։ Ինքը ասում է հիմա, ասում է, բայց մահը թագավորեց Ադամից մինչև Մովսես, որ օրենք չկար։ Ադամի մեղքի նման չմեղանչողների վրա էլ, այսինքն Ադամը հստակ պատմությունը ունենք, թե ինչ ձևով մեղանչեց, հիմա ամեն մարդ, որ ծնվում է այս աշխարհ, Աստված նորից իր առջև չի դնում ինչ-որ վարի չարի գիտության ծառ, որ նորից ասի չուտես, հետո ինքը ուտում է, հետո դառնում է այդպես չի։ Այդ բանը մեկ անգամ եղավ, մեկ առաջի մարդու միջոցով, եւ այդ առաջի մարդու միջոցով գենետիկորեն տարածվում է բոլոր մարդկանց վրա, ովքեր որ ծնվում են, նա ծնվում են մեղքի օրենքը իրենց մեջ, մեղավոր, սրա մասին շատ ենք խոսել։ Հետևաբար մահկանացու։ Ուրեմն թեև այդ ընթացքում չէին գիտակցում, օրենք չկար, որ իմանային, որ իրենք մեղավոր են, բայց մահը կար, որը ապացույց է, որ իրենք մեղավոր են։ Անկամ եթե օրենք չկա, պատկերացնում եք։ Այսինքն, եթե մարդը ծնվում է այս աշխարհ, ոչ մեղք է գործում, ոչ մի բան չի անում, եւ այլն, շատ հանգիստ ապրում է, բայց մահկանացու է, ուրեմն մեղավոր բնույթ ունի։
Սա մի հատ փաստ է, մահկանացու լինելը փաստ է, որ մենք ծնվում ենք մեղքի օրենքով, մեղավոր։ Անկախ նրանից, թե բարի գործեր արել ենք, թե չենք արել։ Սա է ասում։ Հիմա այսպես եթե իհարկե շարունակենք կտեսնեք հետո ինքը կխոսի արդեն շնորհքի վերաբերյալ եւ այլն կամաց կմտնի հոգուց ծնված հոգիի գաղափարի մեջ բայց մենք այսօր կմնանք այսպես մի քիչ ավելի շեշտադրված մարմնից ծնված մարմնի մեջ մահկանացու նույնի վրա մարմնից ծնված մարմնի վրա եւ գիտեք այս մարմնից ծնված մարմինը իր մեջ որը աստծո պատկերի խեղաթյուրված վիճակ է ես նորից եմ ասում իր հոգու մակարդակի վրա իսկ հոգու բնույթը հոգու բնությունը մեր շունչն է մեր եսն է եւ նա իր մեջ կրում է այդ մեղավոր բնույթը իսկ ինչ վերաբերում է հոգեկան կարողությունները կամ մարմնի անդամները զգայարանները դրանք գործիք են այդ եսի ձեռք ուրեմն մահկանացու բնույթ ունեցող այս մարմինը գործում է համապատասխան մեղավոր բնույթ ունեցող էությամբ անձով եսով նա է գործածում մեր իմացականությունը զգացականությունը կամքը մեր հինգ զգայարանները մեր անդամները նրանք գործում են ինչպիսին որ այդ եսն է այնպես էլ գործում է այդ եսը այո ասա Հովանես եղբայր նաև չգիտեմ կասեր թե չէ բայց մտքիս եկավ ասի արտահայտվեմ նաև ֆիզիկական իրականության մեջ իրադարձություններ երևույթներ չգիտեմ այն ինչ որ շոշափելիք այսինքն ժամանակի եւ տարածության իշխանության տակ նաև դա էլ գումարած Այո, ժամանակի տարածության իշխանության տակ ըստ որում մեծ մասշտաբներով ամբողջ արարչությունը գիտենք որ հառաչում է եւ ցավ է քաշում այդ պատճառով բոլոր ստեղծվածները սա զարմանալի բան է եւ այսինքն երկին մոլորակ իր ընդհանուր արարչությունը անեծքի տակ մտավ մահվան անես բոլոր արարչությունը Այո, ես այդպես եմ տեսնում եւ այդ բանը ազատագրվելու է այդ չար հասկացողության վերջը գտնելով, այսինքն երբ որ նա ոչնչանում է հավիտյան, որին մենք ասում ենք երկրորդ մահ Երբ որ Աստծո որդիները հայտնվեն, սա չէ։ Այո, Աստծո որդիները մենք իհարկե դրան կգանք, որովհետև դա անմիջականորեն վերստին ծնունդի հետ է կապված։ Ուրեմն մեր մարմնից ծնված մարմինը ամեն մեկս առանձին ունենք մեր անհատականություն։ Հետևաբար այդ մեր եսերը իրարից տարբերվում են եւ ունեն համապատասխան բնույթ, համապատասխան բնավորություն։ Մենք տարբեր բնավորություններ ունենք։ Այդ բնավորությունները կարող են երբեմն համապատասխանել, երբեմն չհամապատասխանել, երբեմն հակառակվել, երբեմն միմյանց լրացնել, երբեմն տարբեր տեսակներ, ինչպես ուզում ես, որ կարող ես տեսնել, քանի որ այս ամբողջ հիբրիդացված աշխարհը, որ մարդարարածն է, մեղքի մեջ մխրճված, նրանց տարատեսակները բազմազան են եւ բազմաթիվ, ինչպես ամեն ինչ այս աշխարհում։ Եվ այս բազմազանության մեջ հանկարծ մենք մի հատ պատգամ ենք լսում, որ մեկ լինել պետք է։ Մեկ։ Մեկության գաղափար։ Մեկացրու դրանց, որոնց ամեն ինչը տարբեր է։ Մատնահետքերը մեր փաստ օրինակն են, որ յուրաքանչյուրս տարբեր մատնահետքեր ունեն։ Մենք նույնը չենք։ Ոչ մի ձևով նույնը չենք։ Տեսնում եք ինչ է արել այս հիբրիդացումը։ Բաժանի որդիրս։
եւ այո եւ այդ եսերի բաժանությունը, եսերի գոյությունն է, որ նա չարը կարողանում է նրա վրա իշխել, ինչպես ունենալով մեղքի օրենքը որպես իր համար ոտի տեղ։ Լծակ։ Այո։ Հիմա այս է մեր վիճակը։ Եվ այս վիճակը մահկանացու վիճակ է։ Եվ շատ շատերը համաձայնվում են, որտեղ ուրիշ ճաշ չունեն, այսպես թե այնպես մեռնում ենք։ Եվ գալիս է այդ գաղափարը, որ հետևաբար կերխմի, որ վաղը պիտի մեռնես։ Այսինքն հաշտվում են մահվան հետ։ Միշտ իրանց մեջ դա կա։ Այո, որովհետև ավելի տեսնում են իրենց շուրջը կենդանիները, բանը ամեն ինչ է տեսակ են, ուրեմն ապրում են ինչ-որ ժամանակաշրջան, ինչ-որ ժամանակ ու մեռնում են։ Ուրեմն մենք էլ ենք այդտեղ, հիմա ինչ ենք պահանջում։ Մեկը մեռնելու ենք։ Այդ գաղափարը։ Բայց շուրջը մեզ ուրիշ մի բան է ներկայացնում։ Սա է խնդիրը։ Նա ասում է, որ նրանք, որ Աստծուն են, որ ինքը ճանաչում է նրանց, դրանք հավիտենական են։ Դրանք Աստծո որդի են։ Պարզապես գերության մեջ են, չեն գործում, կոմայի մեջ են։ Եվ նրանց պետք է արթնացնել, վերածնել։ Եվ այդ վերածնունդը արդեն հոգուց ծնված հոգին է, որի մասին խոսել ենք։ Աստծո խոսքով, նրա ճշմարտությունով, որտեղ հոգի է նա, վերստին ծնվածը հոգի է, մարմին չի։ Հովանես եղբայր, փաստորեն ինչ է կատարվում։ Ինչպես ենք հասկանում, որ մարմինը գերիշխում է, կամ հոգին է գերիշխում, կամ հոգին է գերիշխում, կամ մարմինը, չէ՞, մենք ըստ Աստվածաշնչի դա հասկանում ենք, այսինքն հոգուց ծնվածի կյանքում հոգին է գերիշխում, այսինքն սա նաև մահվան խորհուրդ ունի իր մեջ, կամ մահ, կամ կյանք, այսինքն հաշտվել մահի հետ, նշանակում է մենք առաջնորդվում ենք մարմնով, կամ կյանք ունենալ եւ այդ իմաստով, որ մեր մեջ այդ կյանքի գիտակցությունն է գալի, այսինքն մահվան վաղ չկա, դա նշանակում է հոգով։ Դա է դուրս գալիս։ Այո։ Գիտակցությունն է դա, կարևոր գիտակցություն։ Հավիտենականության գաղափարը, այսինքն դրա մեջ մտնում է Քրիստոսի հարությունը, մեռելներից հարության գաղափարը, դրա մեջ մտնում է հավիտենական շարունակության գաղափարը եւ այլն, այդ բոլորը վերստին ծնունդի հետ կապված բաներ են։ Մարմնից ծնված մարմնի հետ չեն։ Չի կարա մարմնից ծնվածը հավիտենականի փորձառություն ունենա, այսպես ասած, կյանքի։ Եվ մենք այո, այդ մասին կարող ենք անգամ կարդալ, քանի որ այդ ուղղությամբ գնացինք, ուրեմն առաջի Կորինթացիս 15 գլխի մեջ եկեք մի հատված կարդանք 42 համարից, ուրեմն տեսեք ինչպես է բացատրում առաքյալը։ Ասում է, այնպես էլ մեռելների հարությունը սերմվում է ապականությունով եւ հարություն է առնում անապականությունով, սերմվում է անարգությունով եւ հարություն է առնում զորությունով, սերմվում է շնչավոր մարմին, հարություն է առնում հոգեվոր մարմին, կա շնչավոր մարմին, կա եւ հոգեվոր մարմին, այսպես էլ գրված է բաղում, եթե առաջին մարդը Ադամը կենթանի շունչ եղավ, երկրորդ Ադամը կենթանարար հոգի, միայն թե հոգեվորն առաջ չէ, այլ շնչավորը եւ հետո հոգեվորը, բայց առաջին մարդը երկրիցն է, հողեղեն, բայց երկրորդ մարդն է Տերը երկնքից, ինչպես հողեղենը, այնպես էլ հողեղենները եւ ինչպես երկնավորները, այնպես էլ երկնավորը, այնպես էլ երկնավորները, եւ ինչպես հողեղենի պատկերը հագանք, երկնավորի պատկերն էլ պիտի հագնենք։ Միայն թե սա եմ ասում եղբայր, որ մարմին եւ արյուն չեն կարող Աստծո արքայությունը ժառանգել։ Եվ ոչ էլ ապականությունը ժառանգում է անապականություն։ Տեսնում եք։ Ուրեմն հստակ է այստեղ, որ
մարմնից ծնված մարմնի ինչ լինելն է բացատրում եւ հոգուց ծնված հոգին, այսինքն վերստին ծնունդը բնականորեն կապվում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ որպես մոդել, Աստծո որդու մոդել, որին մենք նմանվում ենք աճելով եւ այդ հոգին, այդ Աստծո որդի եղող հոգին ունի զորություն իր մեջ, ունի բնավորություն, բնույթ, եւ այդ բնույթը այնքան զորավոր է, որ կարողանում է մեր մեղավոր բնույթը սպանել, մերցնել եւ գալ եւ փոխարինել նրան։ Եվ Քրիստոսի խաչը, թաղվելը եւ հարությունը դառնում է մի գործընթաց հոգեվոր մարդու աճի եւ մեղավոր մարդու մեռնելու Ամեն ժամանակ։ Ամեն Անդադար, եթե կա աճ Աստծո որդու Քրիստոսին նմանվելու, ուրեմն կա նաև մեղավոր բնույթի մահ։ Սրանք միևնույն ժամանակ են։ Վերստին ծնունդով է սկսում մեր մեղավոր բնույթի մահը։ Այսպես ասեմ։ Ուստի մարմնից ծնված մարմինը չի կարող ոչ մի կերպ իր ամբողջ կարողությամբ, իր ամբողջ իմաստությամբ, գիտությամբ, զորությամբ, կամքով, հասկացողությամբ ոչ մի կերպ չի կարող ինքը վերստին ծնել, այդպիսի բան գոյություն չունի։ Սա մի հիբրիդ է, որը մահկանացու է եւ հողեր հող կդառնա։ Այս սա չի ժառանգելու, ոչ մի մարմին եւ այլուն Աստծո արքայություն չեն ժառանգում։ Իսկ ով է ժառանգում վերստին ծնված Աստծո որդին։ Ամեն Այդ Աստծո որդին ո՞նց է, որտեղ էր որ վերստին ծնվեց։ Ուր էր։ Հենց դա է գաղտնիքը, որ Աստված ճանաչում է, տեսնում է իրեններին։ Իր որդիներին ինքը գիտի, ինչպես գիտի, երիկամների մեջ ճշմարտություն սիրելով իրենների մեջ կա մի հատ գեն, որը կոչվում է ճշմարտություն, եւ այդ գենը հոգի գեն է, ֆիզիկական չի։ Աստված ճանաչում է նրան եւ իր ճշմարտության սերմով, որ երկսայրի սուրի պես թափանցում է միջև խորքերը, միջև մեր DNA-ի հետ այնտեղը, որտեղ գտնվում է այդ իր պատկերը, ի սկզբանե եւ այդ պատկերը կենթանացնում է, վերածնում է նրան մեր մեջ։ Ամեն Եվ ծնունդով նա սկսվում է մեր մեղավոր բնույթի մահը, որը այդքան հարազատ է մեզ, որ այդքան մենք փոքր ժամանակվանից դրան սնել ենք, գիտություն ենք տվել, չգիտեմ, դարձրել ենք ինչ որ փորձել ենք դարձնել լավ մարդ, սուրբ մարդ, բարի մարդ, չգիտեմ, ամեն ջանք թափում ենք, որ իբր թե Աստծո պատկեր տանք նրան, բայց դաստիարակում ենք, հա, խրատում ենք։ դա հնարավոր չի, որովհետև անկարելի է այդ մեղքի օրենքի հարցը լուծել, այդ հարցը լուծել է Հիսուս Քրիստոսը։ Ամեն Եվ այդ նույն Հիսուս Քրիստոսը մեռնելով, թաղվելով եւ հարություն առնելով վերադառնում է մեր մեջ որպես Սուրբ Հոգի այդ գործը կատարելու, մեզ ծնելու, որովհետեւ ինքը ծնող էություն ունի, ես այդ մասին արդեն ասել եմ, եւ ծնում է Աստծո որդի նոր արարած ներքին մարդ, սա է, եւ այս նոր արարածը փոխարինում է հին մարդուն նրա մեռնելու չափով։ Այո Եթե հստակ կարողացա շարադրել ինչ որ ասում եմ, որովհետև մարմնից ծնված մարմինը, ինչպես ասացի, ունի իր սեփական եսը, ունի իր սեփական բնավորությունը եւ ունի այն իշխանությունը, որ այդ համապատասխան բնավորությամբ գործածում է մեր հոգեկան կարողությունները, ինչպես իմացականությունը, զգացականությունը եւ կամքը, հետո 5 սկայրանները, հետո այս անդամները։ Նա է հետևը կանգնած, նա է գործածում մեղավոր բնույթ ունեցող եսը։
Եվ այդ մեղավոր բնույթ ունեցող եսը զարմանալի է, ինչ որ պիտի ասեմ, իհարկե Աստծո խոսքը ցույց է տալիս մարմնի գործերը եւ այլ, մենք գիտենք դրանք ինչ են, բայց եթե այսպեսի հարց տանք, ինչու էր պետք այդ 10 պատվիրանները եւ ինչու են այդ 10 պատվիրանները հենց այդ տեսակ, որ ասենք ուրիշ կուրք, ուրիշ Աստված չունենաս, սուտ վկայություն չտաս, անունը պարապ տեղը չլրնես, ծնողներին հնազանդ լինես, հարգես, պատվես, այսինքն հանգստյան օր պահես, հետո չսպանես, չշնանաս, չփողանաս, չստես, հարևանի ունեցածին չցանկանաս, ինչու են սրանք? Գիտեք ինչու, որտեղ այդ մարմնից ծված մարմինը, որպես մեղավոր բնույթ ունեցող, ինքը այս տեսակն է։ Ինչու է այս տեսակը, որովհետև եսակենտրոն է, ամեն բան իր եսի բավարարության համար է գործում։ Կարելի ասել քոքը հպարտությունն է այդ ամեն ինչ։ Այո, որովհետև մարդը, նայեք, բարձ բան ասեմ, ինչի է մարդը գողություն անում։ Ում համար։ Իր համար։ Այսինքն ինքը այդտեղ գտնում է իր համար շահավետ մի բան, կամ իր փառքի համար շահավետ մի բան, կամ իր ոմանք որ արդարացնում են գողություն ասելով ես իմ ընտանիքի համար եմ անում եւ այլն, կամ այդպես, չգիտեմ, սրտեր քննող Աստված է։ Բայց նույն ձևով նաեւ մյուսը, ինչի է մարդը շնություն անում։ Ինչի է գնում ուրիշի։ Դա 100%։ Բա իր համար է, չէ՞։ Իր հաճույքի, իր սեփական բանի չի կարող ասի ընտանիքիս համար եմ անում։ Եթե գողությունը կարա, բայց սա չի կարող։ Գիտես, մեր եսը կարող է սվաղել ինչ-որ ներկայացնել արդարացի ինչ-որ պատճառաբանություններ բերել եւ այլն, բայց արմատը մնում է այդ եսը։ Կապ չունի թե ինչով ես զարդավորում դեկորացիա այդ ամեն ինչը եսը մնում է ես եւ եսակենտրոն այդ մեր բնույթը մարմնի ծված մարմնի բնույթը դա է ինչու է սուտ խոսում կամ սուտ վկայություն տալիս ինչու որտեվ շահ ունի կխապեմ ինչի չխապեմ որ հետո էլ արդարացնում է ասում է բոլորը ինձ խապում են ես էլ նրան եմ խապում պետությունը ինձնից է գողանում, ես էլ իրանից եմ գողանում։ Սա արդարացում է, չէ։ Սա փորձ է արդարացման, բայց Աստծո առջև արդարացում չի։ Այսպիսի բաներ գոյություն ունեն, որոնք սրտեր քննողը միայն գիտի, թե ինչ է կատարվում։ Այո, ամեն։ Մինչդեռ ասում է, որ չարին չարող մի պատասխանի։ Չէ՞։ Այնպիսի բաներ կան, որոնք ցույց են տալիս մեր սեփական մարմնից ծնված մարմին լինողի էությունը։ Ինչու ենք ցանկանում դրացի ունեցածին։ Նախանձում ենք, որ մենք էլ ունենանք։ Ինչի ինքը պիտի ունենա, ես չունենա։ Ինչով եմ պակաս, ով ես։ Սա ենք։ Պետք է խոստովանենք, որ այսպիսին ենք, եղբայրներ կուրեր, ուրիշ ճար չկա, և սա է, որ մահկանացու բնույթ ունի, ինչու է տասպատվիրանները այդ տեսակ, ինչու ենք մենք կռապաշտ, այդ ինչ կռապաշտություն ենք անում, այսինքն մի բան ավելի ենք սիրում, քան Աստծու, որովհետև դա է մեզ դուր գալիս, մենք կարծում ենք, որ դա է մեր եսի համար լավագույնը, բայց այս ամեն ինչը ունայն է միևնույն ժամանակ, որովհետև ինչ էլ որ անես, մնում ես մահկանացու։ Այսինքն այդ բոլոր բաները խախտելով անգամ քո անձը մեծացնես, սնես եւ այլն փառքի աստիճանի հասցնես, ոչ մի նշանակություն չունի, նորից մահկանացու է, դրա դեմ ոչինչ չես կարող անել։
Չէ։ Թույլ կտաս մի բան, մի նկատառում էլ շատ հետաքրքիր է, տես հետաքրքիր այդ օրենքները ես եթե թույլ տաս մի փոքր իմ պատկերացումով 3 մասի եմ բաժանում։ Առաջին մասը սիրիր քո Տեր Աստծուն կամ Աստծուց բացի ոչ մի կուրջ չունենաս։ Դա մտնում է սիրիր քո Տեր Աստծո մեջ։ Երկրորդ մասը գործնական իմաստով, այսինքն սա մի արա։ Կա երրորդ մաս, որ շատ կարևոր է, դա էլ է կարևոր։ Մի ցանկացիր նա։ Այսինքն հարևանին, սա գործնական չի, սա չի երևում։ Սա մարդը իր ներսում է տեղի ունենում այս ամեն ինչը, որ դրսևանց կարա դա ծածկի ուղակի, ոչ մեկ չիմանա։ Շատ հետաքրքիր է եւ սիրիր քո Տեր Աստծունը հոգևոր ծնունդի իմաստ ունի իր մեջ, հոգու ծնունդի իմաստ, այսինքն ով կարա սիրի Աստծուն, Հովհաննես եղբայր, կարողա մարդը կարողանա սիրի Աստծուն, եթե վերստին ծնված չի, բացառվում է, 100% բացառվում է դա, այսինքն Աստծուն սիրելը մարդու կարողությունից վեր բան է, դա գերբնական իմաստ ունի, դա երկնքից է իշնում, Սուրբ Հոգուց է գալի մեր մեջ։ Անավան առանց պայմանների սիրելը։ Այո, զարմանալի է, փաստորեն ինչ է կատարում, առաջի պատվիրանը սիրիր Աստծուն, որոշում է ամբողջ օրենքը եւ անգամ ցանկանալու այդ չերևացող մասը։ Կներես Շատ ճիշտ է, չտեսնվող բաներ էլ կան, դրա համար էլ Հիսուսը երբ որ առաջին քարոզը տվեց լեռան քարոզը, նա շեշտը դրեց այդ չերևացող տեղերի վրա։ Շատ ճիշտ ես ասում, շատ ճիշտ։ Որովհետև օրենքը որպես այդպեսին ունի երևացող կողմ։ Շատերը ասում են Հիսուսը բարթացրեց, բայց չի բարթացրել, նա ասել է հենց չերևացող բանի մաս։ Այդ օրենքի չերևացողը եւ երևացողները չերևացողներից են։ Շատ լավ ասեցիք, ճիշտ։ Այո։ Այնպես չէ։ Ուրեմն նայեք, այս բնույթը, որը երբ որ գիտակցում ենք տխրալի է, տխուր է։ Բայց գալով նորից Պողոս Առաքյալի մտքին նույն 15-րդ գլխի մեջ նա մեզ ցույց է տալիս, ասում է, որ անգամ հավատքը, անգամ Քրիստոսին հավատալը, եթե սահմանափակվում է այս մարմնից ծնված մարմնի կյանքի համար, երկրային կյանքի համար, ուրեմն ամենախղճալի, ամենաողորմելի մարդիկ ենք եւ մեր հավատքն այն է, քանի որ ուղղված է մեր վիճակին, ուղղված է մեր այս մարմնից ծնված մարմնին, որը մահկանացու է։ Պատկերացրու ես Քրիստոսի արածը, որ պետք է դեպի հավիտենականություն ուղղվի, ուղղվում է դեպի մահկանացուն։ Այսինքն Աստված թող մեզ բարգավաճի, թող մեզ ամեն ինչ տա, մեր եսի համար գործած ենք այդ հավատքը եւ այլ, որ վերջում էլի մերն ենք։ Սա հենց ժողովողի ասածն է ունայնությանց, որովհետեւ նա խոսում է մեր մասին այս մարմնի մեջ, այս երկրագնդի վրա։ Ինչ էլ որ անես, ցույց է տալիս, որ դա ունայն է, քանի որ վերջը 0 է։ Ուրեմն գիտակցելով սա եւ Հիսուսը Նիկոդեմոսի առջև այս փաստը դնելով, ասելով որ անգամ եթե մորդ որոմայնը մտնեց եւ նորից ծնվես, ոչ մի բան չի փոխվի։ Որտեղ մարմնից ծնվածը մարմին է, մահկանացու է։ Դու վերստին պետք է ծնվես, հոգուց պետք է ծնվես եւ հոգուց ծնվածը հոգի է։ Ուրեմն հարց է առաջանում, ես թե ինչպես են ծնվում, ես այդ մասին արդեն ասացի անցյալ հաղորդման մեջ, հոգուց ծնվածը վերնագրով, ինչպես նաեւ հոգեվոր մարդը վերնագրով, բայց այսօր ուզում եմ մի բանի մասին խոսել, որ շատերը հարց են տալիս, ասելով ինչպես իմանանք մենք վերստին ծնված ենք, թե ոչ։ Չէ՞ որ շատ կարևոր է դա։ Դա է որոշելու այս ունայնությունից կամ այս
մահկանացուից գնալ դեպի անմահություն եւ այս ապականյալից գնալ դեպի անապականություն։ Մի խոսքով մահից տեղափոխվել կյանք, ինչպես Հիսուս ասել։ Ես այստեղ մեկ պատասխան ունեմ։ Դա առաջի Կորինթացիս 13 գլուխն է։ Այսինքն վերստին ծնվածը ունի Աստծո բնավորություն, Աստծո բնություն, Միանշանակ։ Ամեն։ որովհետև նրա սերմից է ծնված, նրա բնույթը պիտի ունենա։ Հիմա եթե մարմնից ծնված մարմինը, Հովհաննեսը ունի իր բնավորությունը, որը գործածում է իր սեփական հոգեկան կարողությունները ի օգուտ իրեն, վերստին ծնվածը, որ Աստծո սերմից է ծնված, որի մեջ մեղք գոյություն չունի, նա ունի համապատասխան բնավորություն, որը սերմի մեջ եղող բնավորությունն է, այսինքն Աստծո բնավորությունը, այլ կերպ ասած սերմը խոսքն է, այս խոսքի բնավորությունը, որը մարմնավորված է մեր Տեր Հիսուս Քրիստոսով, մեր առջև դրվեց որպես օրինակ, բանը մարմնացած, այդ սերմը մարմնացած մեր առջև, թե այդ նույն սերմը, երբ որ ծնում է մեր մեջ նոր արարած, այդ նոր արարածը ինչ տեսակ պետք է լինի և ինչ բնավորություն պետք է ունենա։ Ես որ երիտասարդ էի, առաջի անգամ լսեցի մի քարոզ, որի մեջ քարոզիչը, որը իմիջիայլոց հայտնի քարոզիչ էր, ուրեմն Ավետիս Զարիֆյան, նա Երևանում էր 77 թիվներ և այս մասին քարոզելուց, երբ որ խոսում էր Հիսուսի հոգու մասին, ցույց տվեց, որ առաջի Կորինթացիս 13 գլխի մեջ, եթե սեր բառի փոխարեն Հիսուս տնես, շատ համապատասխան կլինի։ Միանշանակ։ Բայց երբ որ մենք մեր անունն ենք տնում, տեսնում ենք, որ այդքան էլ չի համապատասխան։ Եվ բոլորը կարող են այս գործը անել։ Բոլորը։ Առաջի Կորինթացիս 13 գլուխը, օրինակ, իհարկե ես ուզում եմ կարդալ և ցույց տալ, որ այս եսը, եսակենտրոն, եսասեր եսը, ինչ էլ որ անի, ոչինչ է։ Եթե մարդկանց և հրեշտակների լեզուները խոսին, բայց սեր չունենամ, որ սերու մասին է խոսում, Աստծո սիրո։ Ինչպես Աստված մեզ սիրեց, այնպես էլ նրա պատասխանը, նույն սիրով իրեն ենք սիրում, պայման չդնող սեր։ Ինքը պայման չդրեց մեզ սիրելու համար, մեզ սիրեց որպես ինչպես որ կանք մեղավոր, մենք էլ պայման չենք դնում, չենք ասում, եթե ինձ օրհնես, քեզ կսիրեմ, չօրհնես չեմ սիրի, հոբի կնոջ պես, նո։ Ուրեմն, ես եղա ձայն անող պղինց կամ հնչեցնող ցնցղա, եթե մարգարեություն ունենամ և գիտենամ ամեն խորհուրդները, և ամեն գիտությունը, և եթե ամեն հավատքն ունենամ մինչև սարերն էլ տեղափոխելու, բայց սեր չունեմ, ոչինչ եմ։ Եվ եթե իմ ամեն ապրանքներ աղքատներին ուտեցնեմ, բարեգործություններ անեմ, չէ, և իմ մարմինը մատնեմ, որ այրվի, բայց սեր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենա։ Դա էլ է թվում, թե սերը։ Հա։ Աղքատներին կերակրելը։ Ես հիմա այսքանը կարդալով ասեմ հետևյալը, որ երբեք չշփոթենք, վերստին ծնունդը բնավորություն է, նախ և առաջ, հետո նոր այդ բնավորությամբ կատարել ինչ-որ գործեր, եթե այդ բնավորությունը չկա և մենք այդ գործերը կատարում ենք, մեր եսի սիրո համար ենք կատարում,
Մեր փառքի համար են կատարում։ Հանուն մեր եսի։ Շատ ճիշտ։ Անգամ եթե նրան հավատացին, շատերը նրան հավատացին, բայց չէին խոսում իրենց սինագոգների մեջ, ճշմարտությունը չէին, որպեսզի չվռնդեն իրենց։ Ինչու՞, որովհետև մարդկանց փառքը ավելի սիրեցին, քան Աստծո փառքը։ Վերստին ծնված Աստծո փառքն է արդեն, նա նրան է սիրում։ Եթե մարդկային փառքի հետևից ենք ընկած, վերստին ծնունդ չի կարող գոյություն ունենալ։ Դա վերստին ծնվածը չի, դա մարմնից ծնված մարմինն է։ Այո։ Եվ չշփոթենք։ Մեր եկեղեցի գնալը ամեն կարգին, այսինքն ամեն կիրակի, ամեն ժողովներին մասնակցել, անգամ ակտիվ մասնակցել, ինչ որ ծառայությունների լծվել եւ ծառայություններ անել եւ ցույց տալ, որ ինքնին լավ են անում այդ ծառայությունները եւ այլ քարոզել, քարոզի, ճովի, վարտապետ, չգիտեմ, դրանք բոլորը դրանք դա չի նշանը վերստին ծնունդի։ Միանշանակ։ Համաձայն։ Վերստին ծնունդի նշանը բնույթն է, բնավորությունն է։ Աստծո բնույթ։ Աստծո բնույթին հաղորդակից լինելն է, նրա բնությունով փոխարինվելն է, ոչ թե Հովհաննեսի հին բնավորությամբ, հիմա էլ ինքը այդ նույն բնավորությամբ Հիսուսին է պաշտում, ոչ։ Այդտեղ մահ չկա, հետևաբար դու մտնում ես քո եսի գործունեության մեջ, այսինքն շնորհ գոյություն չունի, դու օրենքի տակ ես։ Դու քո եսով փորձում ես ինչ-որ բաներ անել, լավ բաներ անել, վատ չի, ես չեմ ասում մի արեք լավ բաներ, բայց իմացեք, որ այդ լավ բաները եսակենտրոն են և Աստված սրա համար չի եկել մեռել։ Շատ ճիշտ։ Աստված եկել է, մեռել է, թաղվել է, հարություն է առել, որպեսզի իր սիրո պատասխանը հարուցի, ոչ թե մեր շարունակվի մեր եսի սիրո պատասխան, այդպես չի։ Հետևաբար, ես երբ որ նոր էի ապաշխարել, սկսել էի արդեն գիտարով հոգևոր երգեր երգել, մինչդեռ ինձ գիտեին, որ ես աշխարհի մեջ ուրիշ երգեր եմ երգել եւ այլն այդ նույն գիտարով։ Եվ քույրերից մեկը ինձ գովեց ասելով, որ ինքը աշխարհի մեջ երբ որ աշխարհում էր, աշխարհի մեջ էր նվագում, հիմա էլ իր շնորհքը գործածում է հոգևոր դաշտի մեջ, բայց իր շնորհքը։ Եվ իմ եսը շոյվեց այդտեղ, ասում եմ, բա ես իհարկե հիմա ես այդ նույնն եմ, բայց հիմա հոգևոր երգ եմ երգում։ Ես հիմա այսքան տարիներ հետո, ճիշտ է, այդ ժամանակ ես շոյվեցի, լավ էր, գովեցի եւ այլն։ Ես էլ մտածում էի, որ հա, ես եմ եւ հիմա ես այս գործն եմ անելու։ Մահվան մասին, եսի մահվան մասին ես գաղափար չունեի անգամ։ Որտեվ այդպես քարոզներ չէր հիմնականում մեր ուժերով, մեր եսը բարելավելու քարոզներ էր, բարոյագիտական քարոզներ էր, որ ես պետք է ինչ-որ բան անեմ, իմ եսը լավ։ Հիմա էլ կա այդ տեսակ քարոզներ, այնպես չի որ այստեղ եսի բարելավման մասին չի խոսքը, հապա եսի փոխարինման, վերստին ծնվածի աստվածային բնավորությամբ։ Առանց խեղճի, որ բա ոնց կմնի, ես այսքան տարի ինչ-որ ինձանից մի բան եմ չէ ներկայացնում, սովորել եմ, ես եմ արենո, մահ, մեռած սեպի դրանք, աղբ սեպի դրանք, վերստին ծնվածը Աստծո շնորհքը, Աստծո բնավորությունը ունի, սա բոլորովին ուրիշ է, ամեն։ Նրան պետք չի ասել, սա կարելի է, սա չի կարելի, մի ձևով, հա։ Իհարկե, նա ունի համապատասխան բնույթ, բնավորություն եւ իր կյանքը։ Եվ հետեւյալը ասում, որ կան մարդիկ, որոնք
հոգեբանորեն ասում են էքստրավերտի, այսինքն իրենք շատ ժիր են, իրենք շատ արտահայտվող են, իրենց զգացմունքները լավ կարողանում են բարձր որակով արտահայտել, բարիզմ գոյություն ունի, հա, այդպես մարդիկ կան նաև մի ուրիշ տեսակ ինտրովերտի, այսինքն ներփակված են իրենց մեջ, իրանք էլ sense խելոք են, շատ արտահայտվող չեն, եւ այլն, դա իրենց եսի բնավորությունն է, շատ տեսակներ կա ուրիշ, բայց ես երկու հատ կոնտրաստի համար ես երկու ներկայացնում։ Հիմա այս մարդը հավատացել է, եկել է, դարձել է ինչ որ եկեղեցու անդամ, միացել է ինչ որ եկեղեցու խմբի, որ եկեղեցին նշանակություն չունի։ Հիմա, եթե ինքը իր եսի բնավորությամբ արտահայտիչ էր, նույնն էլ այստեղ է արտահայտիչ։ Եվ իրան ասում են հպարտ, երբեմն, այդպես երևի է։ Երբեմն իրան ասում են հպարտ, բայց երբեմն էլ կարող է այս հին եսի բնույթը, որը արտահայտիչ է, հասկացվի որպես Սուրբ Հոգով լեցված մեկը։ Դա շատ ճիշտ ես, այո։ Մինչդեռ օծյալ։ Մինչդեռ նա իր եսի բնավորությունն է շարունակում, ինչպիսին որ էր, այնպես էլ շարունակում է հիմա, պարզապես հիմա այդ նույն բնույթը, նույն իր եսի բնույթը գործածում է բառերը փոխելով, եթե առաջ երգում էր ուրիշ բառերով, հիմա երգում է ուրիշ բառերով։ Նույնն էլ մյուս տեսակը, որ ներփակված է, ինքը շատ արտահայտիչ չէ եւ այլն, շատերը նրան ասում են, վա, ինչ խոնար եղբայր է, ինչ բան է, համեստ, չէ՞։ Նրան էլ տենց են ասում, բայց իրականում ինքը եկար, ինչ որ է, ոչ մի բան էլ չի փոխվել, բնավորության փոփոխություն տեղի չի ունեցել։ Վերստին ծնվածը Աստծո բնավորություն ունի, նա գալու է այդ ինտրովերտին էլ էքստրովերտին էլ իր բնական բնավորությունը փոխելու, դարձնելու Աստծո որդու բնավորություն, Հիսուսի բնավորություն։ Զգուշ պետք է մնանք այս խաբուսիկ բանից։ Միանշանակ, շատ կարևոր։ Հիմա, ես ինչու ասացի, որ հիմա տեսնենք, թե ինչու է Հիսուսի անունը դնում ենք այստեղ համապատասխանում է, մերը դնում ենք չի համապատասխանում։ Տեսեք ինչ է ասում։ Ես սերը բառի փոխարեն դնեմ Հիսուս բառը։ Ուրեմն Հիսուսը երկայնամիտ է, համբերող է, քաղցր է, Հիսուսը չի նախանձում, ըստեղ չգիտեմ ինչի ես տարբերակը նախանձվում է գրել, բայց այդ վն ավելնորդ է ես կարծում եմ, չի նախանձում, նախանձ չէ մի խոսքով, չի գոռոզանում, չի հպարտանում, չի լրբանում, իրենը չի որոնում, ես, ինձ, չի գրգռվում, չարը չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտության հետ, ամեն բանի դիմանում է, ամեն բան հավատում է, ամեն բանի համար հույս ունի, ամեն բանի համբերում է, նա երբեք չի վերջանում, Հիսուս, բայց որ դնում եմ Հովանես, Են սկզբից Հովանեսը երկայնամիտ է, Չի բառնումիտ է, ստեղ անկեղծանում ենք, ամաչում ենք, կարմրում ենք, չի նախանձում, չի գոռոզան, չի հպարտանում, իրենը չի որոնում, չի գրգռվում, չարը չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտության հետ,
ամեն բանի Հովանեսը դիմանում է, ամեն բան հավատում է, ամեն բանի համար բանի համբերում է, վայ։ Հա? Ինչ է կատարվում, եղբայր։ Հիսուսը համար համապատասխանում է, Հովանեսի համար ոչ։ Ես որպես Հովանես, հանգար չկարծեք առաքյալի մասին եմ ասում։ Ուրեմն, այստեղ տեսնում ենք այդ տարբերությունը, որովհետև Հովանեսը մարմնից ծնված մարմինն է, որը վերջանում է, ինչպես Աբրահամը, ինչպես բոլորս։ Շատ բնական է, որ չի համապատասխանում եւ չի էլ համապատասխանի, ամբողջ Աստվածաշունչը դա մասին ասում է։ Չի կարող անգամ համապատասխանել, անկարող է։ Հոգևոր մարդը, այսինքն հոգուց ծնվածն է կարողանում։ Հոգուց ծնվածը ով է, Աստծո որդի է։ Աստծո որդին, որ Հիսուսի որպես չափանիշ ունենք մեր առջև, նրան է նմանվում։ Որքան նրան է նմանվում, այնքան նրա բնավորությունն է ձեռք բերում։ Ամեն։ Ով է նրան նմանվում։ Մեր եսն է բարելավվում, ոչ, մեր եսը մեռնում է, փոխարինվում է նոր արարածով, Աստծո որդու հոգի եղող որդու բնությամբ, բնավորությամբ, փոխարինում է տեղի ունենում։ Երբեք մի ջանք թափեք ձեր այդ հիբրիդացված մեղավոր եսը բարելավել։ Հնարավոր չի, Աստված ասում է լաթի նման է, թափես գնա։ Եթե հնարավոր լիներ, իզուր մեղավ Քրիստոս ուրեմն։ Հնարավոր չի։ Ուստի նրա մահով, մեռնելով, թաղվելով եւ հարություն առելով տեղի է ունենում վերստին ծնունդ, միևնույն ժամանակ մեր մեղավոր բնույթի մահը։ Եվ սա ասում եմ անընդհատ process է եւ աճ է միջև Քրիստոսի հասակին, կատարյալ հասակին հասնելը։ Սուրբ Հոգին մեր մեջ բնակելով այս գործն է անում։ Մեր գործը չի։ Իր գործն է։ Այդ պատճառով է անհրաժեշտ, որ իր բնակությունը լինի մեր մեջ։ Ամեն։ Իսկ իր բնակությունը մեր մեջ լինելը անբաժան է մեր բնակությունը իր մեջ լինելով։ Մեր ով այդ վերստին ծնվածի։ Հովանեսը չի, որ գնում է իր մեղավոր բնույթով մտնում է Քրիստոսի մեջ, ոչ։ Քրիստոսի մեջ վերստին ծնված Աստծո որդի է, որի մեջ մեղք չկա, չես կարող մեղք մտցնել Քրիստոսի մեջ։ Իսկ Քրիստոս մեր մեջ Քրիստոսի մեջ արմատացած եղող Քրիստոսի բնույթը տեղափոխվում է այս Հովանես եղող մարմնի մեջ եւ սկսում է նրան փոխարինել այդ Հովանեսի եսի մեռնելու չափով։ Ամեն։ Սա է ճշմարտությունը եւ հետեւաբար մենք այսպես ասենք, որ ամփոփելով որ որպեսզի Աստծո բնությանը հաղորդակից լինենք, ես մի փոքր հատված կարդամ ու դրանով կվերջացնեմ, արդեն ժամանակ անցած է։ Ուրեմն երկրորդ Պետրոս առաջի գլխի մեջ, որ բոլորս գիտենք, այսպիսի բաներ է ասում Պետրոսը, երրորդ համարից կարդամ։ Ինչպես որ նրա աստվածային զորությունը շնորհեց մեզ այն ամենը, որ կյանքի եւ աստվածպաշտության համար պետք է նրա գիտությունով, որ մեզ կանչեց փառքով եւ առաքինությունով, նա կանչեց։ Որոնցով ամենամեծ եւ պատվական խոստմունքներն են տրված մեզ, որ նրանցով հաղորդակից լինենք աստվածային բնությանը, աշխարհի մեծ ցանկություններից եղած ապականությունից հեռու փախչելով։ Հեռու փախչելով ո՞նց է լինում։ Նա մեռնում է, թե չես կարող փախչես։ Ամեն։ Այն եսը, որ ինքը այդ տեսակը, ինքը իրանից չի փախչում։ Ինքը մեռնում է եւ փոխարինվում է, այս ձևով էլ հնարավոր է դառնում Աստծո որդուն նրան փոխարինել։ Եվ ինչ է ասում շարունակության մեջ, եւ այս սույն բանի համար ամեն ջանք անելով մեր հավատքը ներկայացնենք
առաքինությունը հավատքով ներկայացնենք կամ հավատքի վրա ավելացնենք, ինչպես ուրիշ թարգմանություն ասում է, առաքինություն եւ առաքինությունով գիտություն, գիտությունով ժուժկալություն, ժուժկալությունով համբերություն, համբերությունով աստվածպաշտություն եւ աստվածպաշտությունով եղբայրսիրություն, եղբայրսիրությունով սեր, Աստծո սերը գալիս է եւ գլխավորում է, որպես գլուխ ծածկում է այս ամեն ինչի մեջ, սա եկեղեցու աճն է, սա գիտես, եթե անհատի համար նույնն է, եկեղեցու համար էլ է նույն, ուրեմն բնավորություն է, Աստծո որդու բնավորություն է սա, ինչ-որ ծառայություններ, ինչ-որ սարեր տեղափոխել, ինչ-որ հրաշքանել եւ եկեղեցի գնալ գալ, դա չի, բնավորություն է, այդ մյուսները պիտի անես, բայց այդ բնավորությունով, ոչ թե քո սեփական եսի բնավորությունով, այս սա է իմ շեշտը, որ ուզում եմ այսօր տալ, շարունակելով ասում է, որովհետև այս բաները ձեզանում մնալով եւ աճելով, ուրեմն գործընթաց է, տեսնում եք, դատարկ եւ անպտուղ չեն անի ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գիտությունումը, ամեն, եւ այլն. Եվ իզուր չի, որ մեր իմաստությունը եղող, մեր սրբությունը եղող, մեր արդարությունը եղող, մեր փրկությունը եղող Քրիստոսը, որտեղ նա եղավ մեզ համար այդ ամեն ինչը, նույնպես վարք է։ Երբ որ վերին իմաստությունը կարդում ենք, դա էլ է վարք։ Չէ, սուրբ է, խաղարարար է, բարի պտուղներով գործերով լեցուն է, անկողմնացև է, անկեղծ է, սա ինչ է, սա բնավորություն է, վարք է, ում վերից ծնված Աստծո որդու բնավորություն։ Ուրեմն ինչպես իմանանք, մենք վերստին ծնունդ ունենք, թե ոչ։ Բնավորություն։ Հիսուս Քրիստոսի բնավորությունը, Աստծո խոսքի բնավորությունը։ ամեն, որից ծնվել են, սա էր այսօրվա իմ ուղերձը և բոլորիս համար, ինչպես ասացի, այս աճի մեջ ենք, ոչինչ, որ երբեմն շնչավորի, այսինքն մարմնական ենք, ոչինչ, դրանք էլ կաթ են ուտում, հոգ չի, բայց աճեցնող Աստված է և կաճեցնի, ես վստահեցնում եմ ձեզ, Աստված կգտնի ամեն ձևերը իր որդուն աճեցնելու եւ հասցնելու որդեգրության եւ որդիների հայտնվելուն։ ամեն, Սա է իր գերագույն նպատակը։ Փառքեստեր, ամեն, Ուրեմն հավատարիմ մնանք այս դիրքերի մեջ, վստահենք Աստծո եւ ունենանք Աստծո որդու հավատքը, ինչ որ ինքը սկսեց, մեկնարկեց, մեր մեջ նույն բանը անի մյուս Աստծո որդիներին գերությունից ազատելու համար, ամեն, որպեսզի այդ գործը կատարվի, Աստծո որդիների բոլորի հայտնվելը։ Այն ժամանակ ամեն ցավ կվերանա, ամեն բան նոր կլինի, ինչպես մենք խոստմունքների մեջ տեսնում ենք, եւ այդ հավիտենականությունը կվայելենք, որը ըստ էության նրան ճանաչելն է անընդհատ հավիտյան։ ամեն, Թող Տերը օրհնի այս պատգամը եւ հասցնի համապատասխան սրտերի մեջ այն տեղը, որտեղ ծնունդ կարա առաջ բերի։ ամեն, փառք Տիրոջը։ Շնորհակալություն, Հովհաննես եղբայր։ Ես եթե թույլ տաս այդ բնավորություն բառը կան նաև կբնութագրեի այս խոսքով երկնային լեզվամտածելակերպ, երկնային մշակույթ, նաև այդ իմաստով, որովհետև այսինքն դա մեխանիզմը, որ ձևավորվում է վերստին ծնունդ ինքը արժե համակարգ է, մի նոր արժե համակարգ, որ լեզվամտածողություն է բերում, օրինակ կարող ենք ասել, խոսանք երկնքի լեզվով, ավետարանի լեզվով, ես դա նաև համարում եմ օտար լեզու, մենք օտար լեզուները մի քիչ ճիշտ կարա լինի, չեմ ընդդիմանում դրան, որ օտար լեզուների մասին կա այդպիսի, բայց նաև օտար լեզու ես համարում եմ հենց այդ երկնային լեզուն, ավետարանի լեզուն, Քրիստոսի լեզուն, դա էլ է օտար, աշխարհը այդ լեզուն չի հասկանում, բայց դա բնույթ է, այդ բնավորության մեջ է, նաև
այդ փաթեթի մեջ է այդ լեզուն, խոսքը եւ մտածելակերպը, ինչպես մենք գիտենք ապաշխարություն ասում են նոր մտածելակերպ, մի ուրիշ տեսակ մտածելակերպ, այնպես որ 100% ասում եմ այո եւ ամեն եւ դա հենց նոր մարդու ձևավորված լեզուն է։ Հին մարդը իր լեզուն ունի, աշխարհիկ լեզուն ունի, աշխարհիկ, այսպես ասած, լեզվամտածողություն ունի, որ բոլորս էլ չկա մարդ, որ չհասկանա ինչի մասին է խոսքը։ Երբ որ ասում ենք աշխարհիկ մտածելակերպ, սա նույն ֆորմատի մեջ են, կարելի ասել այսպես, աշխարհիկ ֆորմատ, որի մեջ ես էլ կամ բոլորս էլ կանք մեր ֆիզիկական գոյությունով, բայց երկնային ֆորմատ այն հենց դա վերստին ծնունդի այսինքն այսպես ասած փաստով է կատարվում։ Տեր օրհնի Հովհաննես եղբայր, շատ շնորհակալ ենք, շատ կարևոր թեմա է եւ լուրջ մտածելու առիթ եւ աղոթքի թեմա է մեզ համար սա, շատ լուրջ աղոթքի թեմա է։ Եվ դրա համար քեզ կխնդրենք աղոթքով ավարտենք եթերը։ Այո, մերսի եղբայր։ Մոտենում ենք քեզ խոնարհաբար եւ քո որդի Տեր Հիսուս Քրիստոսի անունով եւ այս ճշմարտությունը, որը քո խոսքը մեր առջեւ դնում է, մենք շնորհակալությամբ եւ հոժար հոգով ընդունում ենք, որ դա ճշմարտություն է։ Եվ իհարկե մենք գիտենք, որ մեր մեղավոր բնույթը դու չես հավանում եւ դրա համար եկար, որպեսզի նրան մերցնես եւ հարություն առար, որպեսզի նրան փոխարինես։ Շնորհակալ ենք այս մեծ գործի համար, այս մեծ շնորհքի համար, որ չնայած որ մենք այդպես ենք, բայց քո սերը ավելի մեծ գտնվեց, չնայելով այդ ամեն ինչին, եկար եւ քո կյանքը տալով քո սերը արտահայտեցիր։ Ամեն Տեր։ Սիրելի երկնավոր Հայր, մենք էլ մեր սերը արտահայտում ենք մեր եսի մահը ներկայացնելով քո առջև, ինչպես դու մեռար մեզ համար, այնպես էլ մենք ենք մեռնում այդ մեղավոր բնույթին, որպեսզի դու ապրես մեր մեջ, դու լինես ամեն բան, ամեն ինչում, եւ միայն քո փառքդ, այսինքն քո սիրոտ ամբողջական արտահայտությունը տեղի ունենա, եւ այս հավիտենականությունը, որի մասն ենք, որի շարանկորդն ենք Տեր, այսպիսով դառնա մեզ համար ռեալ իրականություն, ինչպես որ արդեն է մեր ծնունդով։ Շնորհակալ ենք այս ամեն ինչի համար։ Օրհնիր այս խոսքը եւ օրհնիր այն լսողները, որոնք այս ճշմարտությունների կարիքը ունեցան եւ արդյունավետ թող լինի միայն քո փառքի համար։ Ամեն։ Ամեն։ Փառքես Տեր։ Փառքես Տեր։ Հովհաննես եղբայր, շնորհակալ ենք, Փառտիրոջը Տերը ձեր միջոցով շատ բաներ է մեզ սովորացնում եւ կարելի ասել օգնում է իր խոսքը ձեր միջոցով, որ մենք ավելի հասունանանք եւ սիրենք սա։ Գիտեք, գուցե դրա մեջ չենք, երբեմն գուցե տկար ենք դրա մեջ։ Դա սարսափելի չէ։ Սարսափելին նա է, որ չսիրենք հանկարծ։ Մենք սիրում ենք այս թեման, սիրում ենք այս խոսքերը եւ դա է, որ օգնում է մեզ հասունանալու, աճելու եւ այդ հին մարդու մահվան գործընթացը եւ նոր մարդու հասունության գործընթացը մեր կյանքում շարունակվելու, միջև ինչպես ասացիք, հասնենք Աստծո որդու փառավոր նմանությանը, հայտնությանը։ Տեր օրհնի ձեզ շատ, ձեզ ասենք ցտեսություն եւ օրհնված եւ հաջողված եղեք Հովհաննես եղբայր։ Սիրելի բարեկամներ, այսպիսին էր մեր եթերը։ Ես վստահ եմ, որ շատերը շատ լավ ընկալում են այս կարևոր թեմաները, ասեմ շատ բարդ չի, շատ պարզ է, բայց միևնույն ժամանակ շատ կարևոր եւ ցուցիչներով լիքը այս թեման մեզ սովորեցնում է ավելի ու ավելի առաջ գնալ։ Տեր օրհնի ձեզ, մնացեք խաղաղությամբ։ Մանրաթա, Տերը շուտով գալու է, բայց մի բան մոռացա ասեի, հենց նոր հիշեցի, ուզում եմ ձեզ առաջարկեմ, որ այս տարի էլ, քանի որ արդեն դեկտեմբեր ամիսն է եւ տարվա վերջին ամիսն է եւ ինչպես գիտեք, մենք ամեն տարի կազմակերպում ենք
աղքատ գյուղեր այցելելու եւ այնտեղ Աստծո խոսքը տարածելու եւ գոնե ինչ-որ մի բանով երեխաներին ուրախացնելու, ընտանիքներ մտնելու, նվերներ բաժանելու եւ միևնույն ժամանակ Աստծո խոսքը խոսալու ամենաաղքատ գյուղերը, որ ընտրում ենք, որտեղ շատ չեն գնում, սահմանամերձ են գնալու, հասնելու այնտեղ եւ ինչպես գիտեք, միշտ ակցիա ենք այսպես անում տարվա վերջին, եթե Տերը ձեր սրտում դնի եւ կարողանաք ուզենաք փափագեք նյութական օգնություն ուղարկել, որով մենք կարող ենք նվերներ գնել եւ այցելել, մեծ սիրով կապվեք ինձ հետ եւ կպայմանավորվենք ինչպես անենք այդ գործը, այնպես որ մենք արդեն սկսում ենք այդ process-ը, որքան շատ հավաքվի, այնքան ավելի շատ գյուղեր կգնանք, այդքան ավելի շատ երեխաների կուրախացնենք եւ այդքան շատ ավելի Աստծո խոսքը կտարածվի մեր ազգի մեջ։ Տեր օրհնի ձեզ, մնացեք խաղաղությամբ։ Մարանաթա, Տերը շուտով գալու է։ Կհանդիպենք առաջ Աստված վաղ առավոտյան ժամը 9-ին։